Բարև, ես Աֆղան աղջիկ եմ, ով 18 տարեկան է։ Ես ծնվել եւ ապրում եմ Քաբուլում։ Եվ այսօր ուզում եմ ձեզ ճշմարտությունն ասել։ Ուզում եմ, որ ամբողջ աշխարհը լսի եւ հասկանա ինձ, իմ պատմությունը։ Ես աղջիկ եմ, ով երազանք ուներ փոխել հասարակությունը եւ աջակցել աղջիկների, երիտասարդների իրավունքները։ Գիտեք, ես ուզում էի անել ամեն ինչ, ինչ կարող էի, որպես սոցիալական ակտիվիստ, եւ ես դա արեցի։ Ես սկսեցի դա անել 14 տարեկանում եւ դարձա ազգային եւ միջազգային կազմակերպության անդամ, բայց ցավոք չգիտեի, որ մի օր այս բոլոր երազանքներս կփշրվեն եւ կկործանվեն։ Երբ թալիբները 2021 թվականի օգոստոսի 15-ին վերահսկողություն ստանձնեցին Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ, նրանք հայտարարեցին պատերազմի ավարտի մասին, սակայն ոմանց համար պայքարը նոր էր սկսվում։ Հասարակությունը մեռած է, եթե կանայք նրա ակտիվ անդամները չեն։ Կանայք, ովքեր գիտեին, թե ինչ էր վտանգված, հիմնվելով անցյալում Թալիբանի իշխանության ներքո ունեցած իրենց փորձի վրա։ Մենք նույն կանայք չենք, ինչ 20 տարի առաջ էինք։ Ես ունեմ իմ սեփական երազանքները, եւ ես ուզում եմ աշխատել դրանց համար։ Նրանք գրեթե ամեն ինչ անում են կանանց դեմ։ Ես կին եմ, աղջիկ եմ, եւ չեմ ուզում, որ ինձ վերահսկեն։ Ես չեմ ուզում ծածկել դեմքս։ Սա է իմ ինքնությունը։ Իմ կյանքը ոչ մի արժեք չի ունենա, եթե պարզապես մնամ տանը, եւ այստեղ իմ տանը մնալն ավելի վատ է, քան սպանվելը։ Իմ նպատակն էր մի օր դառնալ Աֆղանստանի նախագահ կամ փոխնախագահ։ Մենք պետք է վերացնենք գենդերային ասպեկտը Աֆղանստանում։ Դա իմ գաղափարն էր, բայց ցավոք իմ հույսերն ու նպատակները փոշիացան։ Մոնան, որը նրա իրական անունը չէ, մեզ ծանոթացրեց Քաբուլում գտնվող մի խմբի հետ, թալիբների կողմից իշխանության զավթումից կարճ ժամանակ անց։ Աղջիկները համաձայնեցին խոսել մեզ հետ, բայց մենք որոշեցինք չլուսանկարել նրանց դեմքերը, նրանց պաշտպանության համար։ Այդ գիշերվանից ի վեր մենք չէինք կարողանում քնել, քանի որ անընդհատ զանգեր էինք ստանում։ Դուք աշխատել եք օտարերկրյա կառավարության հետ։ Նրանք փնտրում են կանանց, ովքեր համագործակցում են ոչ պետական կազմակերպությունների հետ, այնպես որ դուք պետք է այրեք ձեր փաստաթղթերը։ Մենք պարզապես բոլոր փաստաթղթերը տարանք լոգարան, լվացինք, ապա այրեցինք։ Բանն այն է, որ մենք ապրում ենք բնակարանում, եւ եթե պարզապես այրեինք դրանք, բոլորը կհասկանային, որ մենք ինչ-որ բան ենք այրում։ Այս խումբը բավականին ճշգրիտ պատկեր է ներկայացնում այն մասին, թե ինչի են հասել աֆղան կանայք։ Ես դատախազ էի եւ իմ ամենօրյա ժամանակն անցկացնում էի գործերը վերանայելով։ Կանայք սովոր էին ինձ մոտ գալ, եւ ես փորձում էի լուծել նրանց խնդիրները։ Այս կինը Աֆղանստանի արդարադատության համակարգի հարյուրավոր անդամներից մեկն է, ովքեր ասում են, որ իրենք դարձել են թիրախներ, հետապնդվելով նախկին կասկածյալների կողմից, որոնց մի ժամանակ դատապարտել էին։ Դատապարտվածներից շատերը Ռուսաստանում արգելված Թալիբան շարժման անդամներ էին եւ ազատ արձակվեցին այդ խմբի կողմից։ Սա իմ պարտականությունն ու պարտավորությունն է։ Աֆղանստանի օրենսդրության համաձայն այս մարդիկ հանցագործներ էին եւ աֆղանական օրենսդրության համաձայն ես վերանայում էի նրանց գործերը, բայց այսօր կառավարությունը տապալվել է, ոչինչ չի մնացել եւ մենք մեղադրյալներ ենք եւ հիմա մենք սպառնալիքների առաջ ենք կանգնած։ Հիմա ես տեղից տեղ եմ տեղափոխվում, գնում եմ իմ հարազատների տներ, բայց նրանք ուրախ չեն ինձ ընդունել։ Նույնիսկ իմ մտերիմ ընկերներին դա դուր չի գալիս, քանի որ սպառնալիքներ կան։ Վերջին անգամ, երբ թալիբները իշխանության գլուխ էին Աֆղանստանում 90-ականներին, կանայք գործնականում ոչ մի իրավունք չունեին։ Նրանք չէին կարող աշխատել, սովորել կամ տնից դուրս գալ առանց տղամարդ ազգականի։ Չնայած խոստումներին, որ այժմ ամեն ինչ այլ կլինի, իշխանությունը զավթած թալիբները առաջիններից էին, որ գովազդային պաստառների եւ խանութների ցուցափեղկերի վրա կանանց դեմքերի պատկերներ նկարեցին։ Թալիբները նաև արգելեցին կանանց հայտնվել հեռուստատեսությամբ։ Հեռուստահաղորդավարներին եւ լրագրողներին հրամայվեց ծածկել իրենց դեմքը։
Նրանց մեջ մի լուսանկարիչ կար, անվանենք նրան Մերի։ Նրանք ատրճանակի կոթով հարվածեցին ձեռքից հետևի մասին։ Հեռախոսս ընկավ, եւ ես մտածեցի վերցնել այն, բայց թալիբները ասացին, որ չվերցնեմ հեռախոսը եւ հեռանամ։ Ես ցույցերը սկզբից մինչև վերջ նկարահանեցին բջջային հեռախոսով եւ չէի ուզում կորցնել այդ կադրերը։ Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ է պատահել, բայց նրանք ասացին ոչ, մի վերցրու բջջային հեռախոսը։ Ես միևնույն է կրացա եւ վերցրի այն։ Ապա նրանք 2 անգամ հարվածեցին իմ ձեռքին երկաթե ձողով։ Այդ օրը Մերին չկալանավորվեց։ Առաջին ծանուցումը ստացվեց հոկտեմբերին, երբ միայն տարական դպրոցի տարիքի տղաներին եւ աղջիկներին թույլատրվեց վերսկսել դասերը։ Մի քանի ամիս անց հայտարարվեց, որ աղջիկները կկարողանան վերադառնալ միջնակարգ դպրոց այս մարտին, սակայն դասերի սկսվելուց ընդամենը մի քանի ժամ անց նրանց կրկին տուն ուղարկեցին։ Իրավիճակն ավելի վատացավ, երբ ակտիվիստները սկսեցին անհետանալ։ Թամանա Զարյաբի, Փարիանին, Փարվանա Իբրահիմ Խիլը, Զահրա Մահամադին եւ Մուրսալա Յարը առևանգվել են տղամարդկանց կողմից, որոնք պնդում էին, որ Թալիբանի անդամներ են։ Խումբը հետևողականորեն հերքել է ակտիվիստերին ձերբակալելու փաստը։ Կանայք վերջապես ազատ են արձակվել 1 ամիս անց։ Ով է մեղավոր Աֆղանստանում 15 միլիոնից ավելի կանանց հետ կատարվածի համար։ Տեսեք, թե ինչ արեց կառավարությունը մեզ հետ։ Նրանք պարզապես խաբեցին մեզ։ Մենք ավելի քան 10 տարի աշխատել ենք կառավարության համար, այս երկիրը կառուցելու համար, եւ հիմա մենք կորցրել ենք ամեն ինչ։ Ինչի հասան բանակցությունները։ Ինչ պատահեց Աֆղանստան հասած ամբողջ գումարին։ Այսօր Ամերիկան 5-ից 10 միլիոն դոլար պարգևատրում ունի Ալ-Քաիդայի առաջնորդների գլխի համար, եթե որևէ մեկը գտնի նրանց։ Չգիտեք, որ նրանք Աֆղանստանում են։ Եկեք անվճար վերցրեք նրանց։ Նաբիլան ներկայիս ճգնաժամի մասին խոսում է, որպես ամբողջ երկրի համար սեփական սխալների վրա խորհելու հնարավորություն։ Մենք, Աֆղանստանի ժողովուրդը, առաջին հերթին մեղավոր ենք տեղի ունեցածի համար։ Մենք լուր մնացինք, երբ տեսանք, թե ինչպես է կոռուպցիան ծաղկում հանրապետությունում։ Նրանք լուր մնացին, երբ Քաբուլի համալսարանը հարձակման ենթարկվեց։ Գուցե դա այն պատճառով է, որ մենք մի կողմ չենք դրել կրոնական նախապաշարմունքները, բայց կարծում եմ, վստահ եմ, որ մեր ներկայիս ծերունդը սկսում է հասկանալ. էթնիկ պատկանելությունը մեկ բան է, իսկ կրոնը մեկ այլ։ Այս ֆիլմի նկարահանման ժամանակ աֆղան կանանց մեծ մասին թույլ չէր տրվում շարունակել իրենց կրթությունը 12 տարեկանից հետո կամ վերադառնալ պետական աշխատանքի։ Նրանց նաև արգելվում էր սպորտով զբաղվելը եւ խորհուրդ է տրվում չհայտնվել հասարակական վայրերում, եթե նրանց չեն ուղեկցում տղամարդու հարազատները։ Որոշեցին նկարահանել ֆիլմ Աֆղանստանի մասին, աֆղան կանանց մասնակցությամբ, որպեսզի կանխվի նրանց անհետացումը ժամանակակից աշխարհում։ Նրանք չեն կարող երազել։ Այդ երազանքները կոտրված են։ Այդ երազանքներն այլևս անհնար է իրականացնել։ Այս ամենը սարսափելի է։ Ցավոտ, ահա թե ինչ է կատարվում Աֆղանստանում։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Մինչ հանդիպում։